մենք այս հատվածում հաղորդման խոսելու ենք մշակույթից, մասնավորապես Միսար կրթամշակութային բարեգործական հասարակական կազմակերպության մասին, որը 2024 թվականին է հիմնադրվել Գյումրիում եւ հիմնադրման պահին գործում էին այս կազմակերպության ներքո նվագախումբ, երգչախումբ եւ պարախումբ, իսկ թե այդ օրվանից ի վեր ինչ ճանապարհ է անցել այս կազմակերպությունը եւ նրանց նորությունների մասին խոսելու ենք մեր հյուրերի հետ։ Ես շտապեմ ներկայացնել նրանց։ Արևիկ Թանաշյան, երգչուհի, Միսար կրթամշակութային բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր եւ Շուշանիկ Վարդանյան ջութակահարուի բարի լույս։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք սկսում առավոտը եւ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք հեռուստադիտողներին պատմելու Միսար կազմակերպության մասին, որը փաստորեն մշակութային մի քանի բաղադրիչ է ունեցել։ Այո։ Նախ շնորհակալություն եմ հայտնում մեզ այստեղ հյուրընկալելու համար, այս գեղեցիկ առավոտը ամբողջ Հայաստան եւ հայության հետ դիմավորելու համար, ոչ միայն Հայաստանում, իհարկե նաեւ Հայաստանից դուրս։ Շնորհակալություն մեզ եթեր տրամադրելու համար։ Միսար կրթամշակութային բարեգործական հասարակական կազմակերպությունը կարելի ասել չի ստեղծվել հենց այնպես, որովհետև լինելով արվեստագետ եւ ունենալով արդեն որպես երգչուհի անցած ճանապարհ, ուզեցի մնայուն աշխատանք կատարել, որպեսզի հայ մշակույթը զարգանա ոչ միայն ինձ համար որպես երգչուհի, այլև ինչ որ հետք թողնենք, հետագա գործունեություն ունենանք եւ ավելի խորը ծավալվենք մեր մշակույթի եւ արվեստի մեջ։ Փառք Տիրոջ, ճիշտ է, կառույցը նորաստեղծ ընդամենը մի քանի տարեկան ենք մենք դեռևս, բայց արդեն ունենք ուղի, արդեն ունենք ճանապարհ անցած եւ դժվարությունները հաղթահարելով, ես չեմ ասում, թե կառույցների մեջ չեն լինի դժվարություններ, ոչ, Քավլիցի։ Ցանկացած կառույց, անգամ իսկ ընտանիքը ունի իր կայացման օրերին դժվարություններ, դժվար օրեր եւ դժվար ճանապարհ, բայց եթե դու նվիրյալ ես, եթե դու ունես քո մտահղացումը, քո գաղափարը, ամենաառաջին հերթին քո ձգտումը եւ ջիղը, որ ստեղծած այդ աշխատանքը պտուղ տա, չէ, երբ որ մարդ ծառը անգամ տնկում է, սպասում ես, որ այդ ծառը պիտի ծաղկի եւ պտուղ տա։ Նույնն էլ Միսարն էր, երբ որ ես բացեցի եւ հիմնեցի այս կառույցը, ասեմ, որ ինքը դեռևս 23 թվականին է ծնվել, սեպտեմբեր 16-ին, ընդամենը երգչախումբ հասկացողությամբ քարաձայն։ Նախ միտքն ու գաղափարն էր ունենալ քաղաքի մեջ քարաձայն երգչախումբ կամերային, ինչը որ չուներ Գյումրին։ Բայց հետագայում երգչախմբից հետո, երբ որ դու ինչ-որ մի բան ստեղծում ես, քո մտքում ավելի սկսում է զարգանալ գաղափար։ Առաջին Անդրանիկ համերգից հետո երգչախմբի, որ դեկտեմբերին տեղի ունեցավ, ընդամենը մի քանի ամիս հետո, ասի լավ, եթե ես ունեմ այսքան շատ լավ ընկերներ, որոնք որ համախմբվել են իմ կողքին, կարող են երգչախմբից զատ ավելի լայնածավալ մեծ աշխատանք կատարել։ Ու հիմնվեց արդեն երգչախմբին գումարվեց նվագախումբը։ Նվագախմբին էլ գումարվեց պարախումբը, այսինքն դարձանք ընդամենը մի քանի ամսվա 80 հոգանոց կառույց, ինչը շատ դժվար էր, ասեմ, իրականության մեջ։ Ես ինքս զարմացա եւ հասկացա, որ մեր մշակույթը ինչքան զորեղ է, մեր արվեստը ինչքան մեծ ուժ ունի, որ կարող է իր շուրջ համախմբվել եւ իր շուրջը հավաքել այդքան վաստակավոր մարդկանց եւ այդքան այո գաղափարակից ընկերների, ովքեր որ կարող են քեզ հետ միասին առանց հարցնելու ճանապարհն ուր է տանում, մենք արդյոք ինչ որ ապագա կունենանք կամ ինչ որ ուղղություն կա, որ մենք շարժվում ենք միասին, մենք միանգամից համախմբվեցինք, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր հիմնադիրներին, ովքեր իմ կողքին էին այդ օրվանից։ Շուշանիկ, դուք ճանապարհին երբ եք միացել։ Շուշանը մի փոքր ուշ եմ միացել ճանապարհ։ Պատմեք մեզ ձեր համագործակցության մասին, ինչպես միացեք Միսարին։ Ուրեմն իմ համագործակցությունը Միսարի հետ ինձ մեծ պատիվ է բերել, ասեմ, որովհետև աշխատում ենք մեծ արվեստագետի հետ, այսինքն ընդանուր մեր կորիզը, մեր Միսարի նվագախմբի նվիրյալ երաժիշտներ են, ամենացորդ։ Այն երաժիշտներն են, որոնք ուղղակի չեն կարող չնվագելով ապրել, շարունակել։ Իսկ այն ինչ մենք տալիս ենք սիրով, հոգով մեր հանդիսատեսին, բնականաբար այդպես էլ ընդունվում է։ Դա մենք զգում ենք ծապերից, դա մեր գնահատականն է։ Շատ ծրագրեր ունենք, շատ նորանոր թարմացվում է մեր ծրագիրը, դրա համար մեր հանդիսատեսը միշտ գոհ է մեզանից։ Իսկ մենք մեզ զգում ենք Միսարում այնպես մի մեծ ընտանիք, որտեղ համերաշխություն է, սեր է, չնայած խնդիրներին, բնականաբար կլինեն խնդիրներ, բայց այդ երաժշտությունը, այդ արվեստը, որը ունենք մենք մեր մեջ, հաշտում ենք եւ բնականաբար մայստրոյով
ամեն ինչ կարողանում ենք հաշտեցնել։ Շատ լավ է։ Արավիկ, դուք լինելով երգչուհի եւ համակարգող, դժվար չի Գիտեք, ոսկե միջինը բռնել այդ ամեն ինչի։ Հասկանում եմ ինչ եք ասում, այո, եթե ես լինեի միայն երգչուհի, երևի թե ունենայի այդ դժվարությունները, բայց քանի որ 9 տարին ավեև եղել եմ ջութակահար, իսկ երբ որ դու տիրապետում ես լարայինների թակուհուն, որը որ ամենաբարդ գործիքն է, եւ իմ համար պաշտելի երգեհոնից հետո իհարկե, ինչու որովհետեւ ես ինքս երգեհոնի սիրահար եմ, լինելով նաեւ հոգեվոր երգերի կատարող։ Երկար տարիներ նաև արտասահմանում աշխատելով որպես խմբավար, որպես երգչախմբի ղեկավար, որպես երգի մասնագետ, ինչու՞ չէ նաև երաժշտագետ, ես հասկացա, որ այն ինչը որ դու կարող ես համախմբել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ եւ մեկ ընդհանուր պոլիֆոնիայի մեջ, եւ եթե սիրով ես մոտենում քո կատարած աշխատանքին, դու կարող ես հաղթահարել այդ ամեն ինչը։ Էլի եմ ասում, եթե ես չլինեի երևի ջութակահար, այո, ինձ համար կարող է լինեին դժվարություններ։ Բայց քանի որ դրսում անցել եմ այդ խմբավարի ճանապարհը եւ հետագայում նաեւ Հայաստանում շարունակել եմ արդեն իմ գործունեությունը որպես երգչախմբի ղեկավար, հետո նաեւ արդեն երգչախմբին գումարվել է նաեւ նվագախումբը, դա արդեն տարիների փորձը քեզ թույլ է տալիս, որ դու կարողանաս համախմբել այն երաժիշտներին, ովքեր որ քեզ ակամայից եւ կլսեն եւ կենթարկվեն որպես երաժիշտ։ Հետո գիտեք, երբ որ աշխատանքի մեջ կա նվիրում եւ կա մեկը մյուսին լրացնելու գաղափար, օրինակ Միսարում չկա այնպիսի հասկացողություն, որ ես ղեկավարն եմ եւ նրանք այն երաժիշտներն են, որոնք ուղակի նստում են կատարելու համար ստեղծագործություն։ Մեր մոտ ամեն ինչ քննարկվում է, անգամ իսկ այն հասարակ թեման, որը որ այդ օրվա մեջ պիտի քննարկվի, մենք միասնական ենք դա լուծում այդ հարցը, միասին ենք քննարկում, միասին գաղափար ենք կազմում, արդյոք հաճելի կլինի մյուսի համար, արդյոք դա ընդհանրական կլինի, բոլորին գաղափարին մոտ կլինի։ Դրա համար երևի թե դա է գաղտնիքը, որ Միսարում ամեն քայլ մենք մեկը մյուսին հաջորդելով, մեկը մյուսին լսելով, լսելը շատ մեծ նշանակություն ունի։ Երբ որ դու քեզ չես պահում որպես վերադասի եւ դու չես քեզ վերադասում մնացածից, այսինքն դու հավասարվում ես մնացած բոլոր անդամների հետ, որովհետեւ նրանք բոլորն էլ քո գաղափարակիցն են, նրանք բոլորն էլ քո ընկերներն են։ Այսինքն չկա այդ անջրպետը, որ կարողանանք մեկս մյուսին հակառակվել։ Ընդհակառակը, եթե կա սեր, եթե կա նվիրում, եթե դու հարգում ես մյուսին, փոխադարձաբար այդ հարգանքն ու սերը, տեսեք ինչն է գաղտնիքը։ Մեկ-մեկ ինձ հարցնում են, թե Միսար աշխատավարձ չի ստանում։ Հա? Այսինքն անդամները, որոնք որ այսօր ծառայում են Միսարի մեջ, պետության կողմից աշխատավարձ չեն ստանում։ 3 տարի իմ երաժիշտները պետությունից աշխատավարձ չեն ստանում, որովհետև մենք գրանցված կառույց ենք որպես բարեգործական հասարակական կազմակերպություն, բայց անդամները կամավորներ են։ Բայց բոլորն է պրոֆեսոր, դասախոս, երաժիշտ, անցած ճանապարհ ունեցող, երկար տարիների փորձ ունեցող արվեստագետներ են։ Բայց նրանք չեն վճարվում։ 80 հոգին էլ կամավոր են։ Այո, 80 հոգին էլ կամավոր են։ Եվ հիմա 30-ը մենք նվագախմբի անդամներ ենք, ունենք նաև համագործակցություն, ինչի որովհետև համագործակցություն, որովհետև մենք անցած տարի, պատմեմ ինչը եղավ համագործակցության սկիզբը, անցած տարի մենք Տաշիրում ունեցանք շատ մեծ համերգ նվիրված անկախության տոնի սեպտեմբեր 21, եւ քանի որ համագործակցում էինք Տաշիրի պարախմբի հետ, քանի որ այդ համերգն շատ սիրուն անցավ, իմ մոտ արդեն, ասում եմ, չէ, գաղափար է ծնվում, այդ առիթներից քո մոտ ավելի հետաքրքիր նոր գաղափարներ են ծնվում եւ որոշ ժամանակ անց առաջարկ եղավ Տաշիրի պարախմբին, պարուսույց Մոնիկա Էլոյանը, իմիջիալը շատ գրագետ պարուսույց է եւ անչափ ուրախ եմ նրա հետ համագործակցության համար, որովհետեւ արդեն քանի համերգներ մենք միասին տալիս ենք եւ ասեմ, որ փայլուն գաղափարի տեր աղջիկ է, այսինքն իմ այն միտքը, ինչը որ բեմի վրա պետք է լինի, ինքը միանգամից ինձանից տանում է եւ մենք կարող ենք համերաշխ աշխատել, այսինքն այն ինչը որ ես ուզում եմ բեմում ստանալ, ինքը կարող է միանգամից բարի բեմադրությունով ստանալ։ Եվ այդ օրվանից միտքը որ ծագեց, մենք սկսեցինք համագործակցել, այսինքն կառույցը գործում է Գյումրիում, նվագախումբը Գյումրիում է, բայց պարախումբը Տաշիրից մեզ գալիս ամեն համերգին միանում է եւ մենք ստանում ենք մի հատ փունջ։ Ինչ եղավ։ Կառույցը ստեղծվեց Գյումրիում, բայց սկսեց համագործակցել մյուս մարզի
պարախմբի հետ։ Այսինքն մենք ունեցանք ինչ։ Մենք ունեցանք ճյուղ, մենք ունեցանք մեկ այլ ծնունդ, որը որ Միսարի շարունակությունն է, այնտեղից էլ մենք ունեցանք արվեստագետներ, որոնք որ նորից մեր գաղափարին էին։ Այսինքն իմ միտքը, որը որ ինչ ասեմ, նվիրված է իմ երկրի, իմ հայրենիքի, մշակույթին, արվեստին, ծաղկմանը, զարգացմանը, փառք Տիրոջ, ունենք այդպիսի երիտասարդներ, ունենք այդպիսի արվեստագետներ, որ անկախ ամեն ինչից, անկախ այդ բոլոր դժվարություններից, նորից եմ ասում, այդպիսի կառույց չկա Հայաստանում, որ խնդիրներ չունենա։ Բայց իմ խորհուրդն է բոլոր այն կառույցներին, ովքեր որ իրոք ծառայում են մեր երկրին, մեր մշակույթին, մեր զարգացմանը երկրի, եթե կա նվիրում, եթե կա սեր դեպի հայրենիքը, այդ դժվարությունները շատ այսպես հարթ անցողիկ կդառնան եւ բոլորն էլ կհասնեն այն աստիճանի, որ արդեն այդ դժվարությունները առանց նայելու կփորձեն ավելի ծաղկեցնել, զարգացնել մեր երկիրը։ Ես մի բան չհասկացա, ուղղակի ելույթ ենք ունեցել միայն Գյումրիում եւ Տաշիրում, թե ոչ, մենք բազմաթիվ համերգներ ենք ունեցել, մենք արդեն 2 տարվա մեջ մենք ունեցել ենք հսկայական թվով, մենք հասել ենք անգամ մինչև Քաջարան, ունեցել ենք համերգներ Եղեգնաձորում, Ապարանում, Ալավերդիում, ունեցել ենք այո Սպիտակում, Թալին, ուր ասես, մենք ուր ասես համերգներ ենք ունենում եւ ասեմ, որ մեր համերգների եղել է ամիս, որ 3 համերգ ենք ունեցել եւ իմ խորին շնորհակալությունն եմ ուզում առիթից օգտվելով հայտնել այն բոլոր մարզերին, այն բոլոր տարածքներին, որտեղ մեզ ջերմ ընդունելություն են ցուցաբերել եւ կարողացել են այդ սիրով փոխադարձ տալ իմ երաժիշտներին, ովքեր որ իրականության մեջ այո, բեմում իրենց զգացել են այն երաժիշտը, ով որ տալիս է իր սիրված երաժշտությունը հանդիսատեսին, հանդիսատեսն էլ ճիշտ ընկալում եւ գիտեք մեր երգացանկը շատ հետաքրքիր է։ Մենք վերածնում ենք այն երաժշտություն, այն հայկական երգերը, որոնք որ արդեն քիչ լսելի են։ Արդեն կարող է ասել, կարելի ասել նաեւ մոռացության են մատնվել։ Մենք ներկայացնում ենք նորովի։ Ունենք արդեն հսկայական երգացանք, որը որ Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին է նվիրված։ Որը որ ամբողջ այս տարվա մեր համերգաշարն է նվիրված Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին։ Մենք չենք մոռանում մեր մեծերին, մենք չենք մոռանում մեր այն մեզ հասած այն ավանդը, այն մշակույթը, որը որ այդքան սրբությամբ պահպանվել է, հասել է մեզ, մեր պարտականությունն է նույն ձև մաքուր, անաղարտ եւ ել ավելի զարգացած ու գեղեցիկ հասցնել մյուս սերունդներին։ Վերջում կասեք առաջիկայում սպասվող համերգ կա թե ոչ։ Այո, ունենք օգոստոսի վերջից սկսած սեպտեմբեր նորից նվիրված է ուսուցչած տոնին, նվիրված է անկախության տոնին, ունենք հրավերներ նաև ուրիշ մարզերի, քաղաքի օրերին, տոներին նվիրված համերգներ, բայց չենք բացի փակագծերը, որ դրանք մնան անհատ։ Այո, եկեք չբացենք։ Մենք շնորհակալ ենք ձեզ, որ դուք ժամանակ գտաք, եկաք մեզ պատմեցիք, մենք էլ ավելի շատ բան իմացանք Միսարի մասին։ Նորից եկեք այստեղ, մենք այլ թեմաներից էլ կխոսենք, նոր ձեր ծրագրերից, շնորհակալ ենք ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Նմանապես, շնորհակալ եմ։ Իսկ եթերը շարունակում ենք երաժշտությամբ։